իդեալական տղամարդը չի լքում իր 10-ամյա ընտանիքը։ Չգիտեմ ինչի այդ կարծրատիպը տենց ձևավորվել, որ Սուրենն է ինչ-որ մեկին լքել։ Հիմա կշակաղի մասերս շատ վատ է, բայց եղել են մարդիկ, ովքեր նույնիսկ մահացել են ինձ նեղացնելուց անմիջապես հետո։ Ես մեղավոր եմ մենակ այն մարդկանց առաջ, ում որ ես իմ կյանքում նեղացրել եմ, հայհոյել եմ, խաբել եմ, վնասել եմ, խլել եմ։ Իսկական հայ կինը վետերան է եղել, որը ես ունեմ իմ ընտանիքում, ես իսկական հայ կնոջ ընտանիքում եմ մեծացել։ Այս երբվանից են մեր սկեսուր մայրիկները սկսել տկլոր հարցներ սիրել։ Իմ սկեսուրը ինձ ամեն ձև սիրում ու հենց տկլոր։ Իսկ դու կոմենտ գրելուց առաջ մտածել ես, որ հենց տվյալ հայտին քո կոմենտին անձամբ կպատասխանի եթերում։ Դե ինչ, ուշադիր հետևիր հաղորդմանը։ Comment Story։ Ողջույն սիրելի հետևորդներ, Ելակետի Comment Story հաղորդման շրջանակներում այսօր մեր տաղավարում է դերասանուհի, բլոգեր Մագա Հարությունյանը։ Մագա, ողջույն։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ։ Տրամադրությունը։ Շատ լավ։ I remember you. I've been thinking about you more than ever. Նիկոլը չասեց, արա այս ջուրը կշփեմ Ալիև երեսիդ։ Էս ինչ ես ասում։ Պարոն Արզականյան, ձեր արածը ձեզ դուր եկավ, հիմա բոլորը իմ կոմենտներում ինձ գրում են տկլոր անդաստիրակ։ Անուղելի ես, որովհետև դու այսօր էլ ես տկլոր եկել։ Գնա շնորհակի։ Ես շատ ուրախ եմ, որ մեր տաղավարում ես, շնորհակալություն եմ հայտնում դրա համար եւ սկսենք երևի ամենակնարկող թեմաներից։ Ինչպես ստացեց, որ դու դարձար Հայաստանի ամենաքննադատվող, ամենահամարձակ կերպարը։ Պետք էր չէ մեկը Հայաստանին։ Բայց կարծես կար։ Լիլի Մորտոն բումը արեց եւ կարծես դրանից հետո ոչինչ չենք սպասում ու հայտնվեցիր դու։ Ես կարծում եմ, որ իմ ու Լիլի Մորտոյի ձեռագրերը շատ տարբեր են, եթե օրինակ համարձակ հագուստ ես գրում, դա դեռ չի նշանակում, որ դու անում ես նույն բանը։ Իմ կարծիքով մենք բոլորովին տարբեր բաներ ենք անում, դրա համար ես իմ տեղն ունեմ, Լիլի Մորտոն իրա։ Անակ քո առանձնահատկությունը կնշես, ըստ քեզ որն է, որ հետևորդները քո շուրջ այսպես համախմբվում են։ Բացի նրանից, որ դու իհարկե շատ գրավիչ ես, շատ գայթակղիչ տեսք ունես, գեղեցիկ լուսանկարներ ես տեղադրում, արի քո առանձնահատկությունը բացի այս տեսանկյունից այլ տեսանկյունով էլ, հա, առանձնացրու։ Հենց այդ ուզում ասեի, որ այդ առանձնահատկությունը այն չի, որ ես շատ համարձակ լուսանկարներ եմ տեղադրում, շատ գեղեցիկ եմ ամեն մեկի համար մի ձև, հա։ Ինձ թվում է իմ անկեղծությունը, կոնկրետ համացանցում դա իմ անկեղծությունն է։ Ես շատ հաճախ կապը շատ անմիջական եմ պահում իմ հետևորդների հետ ու իմ հետևորդները իմ ընտանիքի անդամներն են։ Ես հենց այդպես եմ իրանց ընդունում։ Բոլորի կարծիքը հաշվի եմ առնում, ստորի բաժնում օրինակ լինում են դեպքեր, որ շատ կարևոր ինձ համար շատ կարևոր հարցերի շուրջ կարծիք եմ հարցնում, խորհուրդ եմ հարցնում եւ հենց այնպես եմ անում, ոնց որ մեծամասնությունն է ասում շատ դեպքերում։ Դրա համար երևի իրանց կողմից կա վստահություն դեպի ինձ, որ ես էլ իրանց եմ վստահում, այսինքն մեր վստահությունը փոխադարձ է։ Մագա, օրինակ քեզ համար համարձակության չափանիշները ո՞նց են։ Ոյ, սկզբում ես չէի հասկանում ինչի են հենց իմ կողքը դրել այդ համարձակ ու սկանդալային տենց էր չէ՞ սկսում սկանդալային կամ համարձակ Մագա Հարությունյանը, իսկ լուրջ եմ ասում, սկզբից չէի հասկանում, ինչ սկանդալ կա սրա մեջ, որ ես մազերս սափրել եմ օրինակ, բայց դու կամաց հասկացա, որ ես իրականում անում եմ բաներ, որ ոչ բոլորը ռիսկ կանեին դա անել, հատկապես աղջիկները։ Ես Այ հետաքրքիր է, տես երբ ես կամ կներես, ովքեր էլ որ ռիսկ կանեին, մեր կոպիտ ասած ոչ շոու բիզնեսում կային այդպիսի մարդիկ կամ քիչ էին, աչքի չէին ընկնում, ոչ սոցիալ մեդիայում, այս մրցակցության մեջ չկար, հա, կարող է Վանաձորից մի հատ աղջիկ համարձակվել է երբևէ սափրել մազերը, բայց քանի որ ինքը հանրային մարդ չի, իր արարքները չեն քննարկվել, քննադատվել կամ համարվել սկանդալային։ Արի հիշենք քո մուտքը ոնց եղավ, այս ասպարեզ։ Ոնց էր դու առաջ, ինչ կյանքով էր դու ապրում եւ ինչը փոխեց, երբ հասկացար, որ շատ մեծ լսարան ես դու քո հետ հավաքել, հա, քո արդեն շուրջը ահռելի Հայաստանի մեծ մասը քեզ հետևում է։ Ինչպիսին է ես առաջ։ Գիտեք ոնց, չեմ ասի, որ իմ ճանաչում ունենալն է ինձ փոխել կամ ինչ որ նման բաներից հետո ես փոխել եմ իմ դիրքորոշումը կամ իմ ոճը, պարզապես մեծացել եմ։ Եկեք մուտքերից մեկը համարեմ իմեն, որ ես խաղացի Նաիրա Զորաբյան, ավելի շատ ինձ այնտեղից ճանաչեցին, բայց մինչև դա էլ նկարահանվել եմ, մինչև դա էլ զբաղվել եմ ու եղել եմ ոլորտում։ Այդ ժամանակվանից հետո ես ուղղակի մեծացել եմ։ Ու
եթե ես հիմա հագնվում եմ ուրիշ ոճով, ուղղակի փոխվել է ամեն ինչ, էլի, մենակ իմ մոտ չէ, կան, այո, կան մարդիկ, ովքեր որ մնում են իրենց մի քանի տարի առաջվա ոճում, մի քանի տարի առաջվա մտածելակերպում, իսկ ես, քանի որ նաև շատ շփվող մարդ եմ, շատ եմ դուրս գալիս երկրից ու եթե ես նույնիսկ չլինեի ոլորտի ներկայացուցիչ, այդ ամեն ինչը իմ մոտ միևնույնն է փոխվելու էր իմ շփվելու, իմ ամեն օր նոր մարդկանց ճանաչելու, հա, ոնց որ կարելի ասել է դա ավելի շատ ինձ փոխել, իմ ապրելը, իմ մարդկանց հետ շփվելը, ամեն մեկից մի նոր բան սովորելը ճանապարհորդելը ավելի քան օրինակ իմ հայտնությունը կամ չգիտեմ էլի։ Այ երբ դու սկսեցիր Նաիրա Զոհրաբյանի կերպարով հանդես գալ, այդ ժամանակ իրականում բացահայտվեցիր այդտեղից, չէ՞, որ քեզ միանգամից սիրեցին։ Ու հետաքրքիր է, դու այդ ժամանակ մտավախություն չես ունեցել, որ ամեն դեպքում պաշտոնյա կին է, ինչ որ կարող է հարձակումներ, այսինքն վատ ընդունվի հասարակության կողմից, հենց ինքը Նաիրա Զոհրաբյանի կողմից վատ ընկալվի, բայց այսօր արի ու տես Նաիրա Զոհրաբյանը մեր հաղորդման շրջանակներում էլ ասաց, որ Մագային ես շատ սիրում եմ ու իր հումորը իմ համար վերջն է։ Հա, փոխադարձամ։ Հիմա հետաքրքիր, բայց այդ եղել է այդ մտավախությունը քո մեջ։ Չէ, անկեղծ ասած, որովհետև ես իրականում հումորը շատ եմ սիրում։ Ու ի սկզբանե սկսել եմ հենց հումորից, հա, ես որպես հումորիստ եմ հանդես եկել ու մինչև այսօր էլ իմ կարիերայի ընթացքում աշխատել եմ լինել հումորի մեջ, դա կլինի կոնտենտում, դա կլինի TV պրոյեկտներում, եղել են դրամաներ, սերիալներ, բայց ես սիրում եմ հումորը, ես ինձ համարում եմ հումորով մարդ ու սիրում եմ հումորով մարդկանց, եթե կան, այո, կան մարդիկ, ովքեր որ չեն ընդունում հումոր ու չեն հասկանում։ Ես կարող եմ հումորով ինչ-որ տեսանյութ հրապարակեմ, մի հատ նենց արձագանք կա ինչ-որ մի կատեգորիայից, որ ես աբսուրդ եմ ապրում, ոնց կարելի է, լավ, իսկապես չեք տարբերում հումորը լրջից ու ես խղճում եմ այն մարդկանց, ովքեր չեն հասկանում հումորը։ Դրա համար ես այտենց չեմ վերաբերվել, որ հա, եթե վատ էլ ընդունվեր դա ընդունվելու էր հենց այդ հումոր չհասկացող ու չընդունող կատեգորիայի կողմից, ու կան հումորի ոճեր նաև, կա մարդ, որ օրինակ սև հումոր է սիրում, կա մարդ, որ չգիտեմ, տարբեր են էլի այդ մարդիկ, դրա համար ես չեմ կարող բոլորի սրտով գնալ։ Տես դու դերասանուհի ես, մասնագիտությամբ դերասանուհի ես ու բացի հումորային նախագծերում նաև եղել ես լուրջ դերերում, այսպես ասած։ Դու քեզ որտեղ ես ավելի կոմֆորտ զգում։ Ես իմ մասնագիտության մեջ եմ ինձ կոմֆորտ զգում։ Այսինքն կապ չունի։ Կապ չունի, տարբերություն չկա։ Ես կարծում եմ, որ երկու դեպքում էլ իմ մոտ ստացվում է, հիմա չեմ ասի, որ ստացվում է, որ չստացվի, ես ինձ գովում եմ, բայց այդ կարծիքներից ու արձագանքներից եմ այդպես կարծում, որ իմ մոտ ստացվում է եւ խաղալ լուրջ կերպարներ եւ հումորային։ Այ հետաքրքիր է, երբ արդեն այս ոլորտում էիր ու սկսել էիր բավականին մեծ գումարներ աշխատել։ Հիշում ես առաջին օրինակ գովազդատուն ով է եղել ու ինչքան գումարի մասին է խոսքը։ Ահա։ Ես հիմա կասեմ առաջիններից մեկին, հնարավոր է եւ առաջինն է, բայց այդ շրջանը մի քիչ լավ չեմ հիշում, դրանից հետո COVID, վիրահատություն գտի, այդ նարկոզից ու այդ ընթացքից հետո հիշողությունս մի քիչ դավաճանում է։ Կամպանիայի անունը չեմ հիշում, բայց հիշում եմ, որ բրենդ էր, ով մերչ էր արել իրենց բրենդի հայտնի արտահայտություններից, մայկաներ, բաներ ու այդ ա եղել։ Դրա համար վճարվել եմ 60,000 դրամ։ Այսինքն 60,000 դրամից դու սկսել ես ու արդեն վստահ եմ շատերը տեսնեն քո հարցազրույցը ու գիտեն ինչ թվերի մասին է խոսքը, թեկուզ գլուխը սափրելու համար։ Բայց քանի որ շատ է խոսացվել այդ տողով, երևի ավելորդ կլինի եւս մեկ անգամ խոսելը։ Այ հետաքրքիր է, հիմա դու կարծում ես, որ քո գինը արդեն էլ բարձրանալու տեղ չունի։ Չէ, իհարկե ունի։ Իսկ ինչ ես անում, որ օրինակ միշտ գնալով բարձրանա, դու միշտ արդիական լինես, չհոգնեն մարդիկ քեզանից։ Ոյ, աշխատում եմ ուղղակի ժամանակի հետ քայլեմ, տեղս չզիջեմ, իմ գրաֆիկը չեք պատկերացնի ինչքան ծանրաբեռնված է հիմա, բայց մեջտեղից ճղվելով անում եմ ամեն ինչ, որ լինեմ համ էստեղ։ Իսկ ինչ վերաբերվում է գնին, ինչի համար եմ կարծում, ընդհանրապես մենակ իմ դեպքում չէ, հա, շատ մարդիկ կան, որ մոտավորապես այդ գնի սահմաններում են հիմա աշխատում, իրենց դեպքում էլ է դա շատ քիչ։ Ու այսա մի հատ պատմություն էլ կպատմեմ, բայց դրանից ավել Հայաստանում ձեռ առնոցի կլինի, էլի արդեն, հա, որովհետև հա կարա ինչ որ ժամանակ դա փոխվի, բայց պետք է հաշվի առնենք նաև այն, որ քեզնից գովազդ պատվիրողը չունի այն հնարավորությունը, որին դու արժանի ես։ Դրա համար ես չեմ շտապում, դա էլի կլինի, то есть հանկացումներ կլինեն։ Այո, թյուր կարծիք կա, չէ, որ բլոգերները գնում են անվճար սնվում են, ինչ են անում, որ գումար են վերցնում, այդ ինչ են անում, այդ ինչ գործ է, չէ, sense կարծիքներ կա։ Այ ոնց բացատրենք մարդկանց, օրինակ այդ story անելն էլ հեշտ բան չի։ Բացարձակ հեշտ բան չի ու իրականում այո դա շատ թյուր կարծիք է, որովհետև յուրաքանչյուր մարդու գործն էլ պետք է գնահատել, հա, եթե ձեզ թվում է հեշտ է լինել Մագահարությունյան, եղեք։ Եթե այդպես հեշտ է լինել Մագահարությունյան, եղեք։
կամ լինել մեկ ուրիշը։ Խի չեք լինում։ Այսօր բոլորը փորձում են բլոգերություն անել, ամեն մեկը մի բան անում է ու ես հասկանում եմ թե ինչքան են մարդիկ ուզում դառնալ բլոգեր, բայց ոչ բոլորի մոտ է դա ստացվում։ Ու ինչի են ուզում դառնալ բլոգեր, որովհետև բլոգերները մեծ գումարներ են աշխատում։ Բայց կարող է դու հավ ավելի լավ ես պատրաստում, ինչի չես անում, չգիտեմ, դա հավ պատրաստես ու վաճառես, այդպես դու քո գումարը աշխատես, որ այդ շուկան չվերածվի գաղջի։ Սխալ չեմ էլի ասում։ Ամեն երկրորդ այսօր ինչ որ իրան թվում է, որ ինքը կարա այդ բլոգերություն անի, բայց նայում ես ուղղակի զզվելի է, այն ինչ որ իրանք անում են։ Փորձեք մեկ ուրիշ բան։ Այ հենց այդ է, իրանք թվում է, որ բլոգերությունը դա հեշտ է, բլոգեր լինելը դա հեշտ է։ Երևի դա մենք ենք թույլ տվել։ Հարցազրույցից մեկի ժամանակ ասել ես, որ հիմա որակով TikTok-երներ քիչ են։ Հա, շատ քիչ են։ Ես նայում էի մեկնաբանության դաշտը ու ուզում էին հասկանալ որակով TikTok-երը որն է ու բավականին քննադատել էին քեզ այդ տեսանյութում։ Հիմա ինձ հետաքրքիր է, արի մի հատ պատասխանենք։ Որակով բլոգեր ասվածը ինչ է ներկայացնում իրանից։ Ну, ես հիմա չեմ ուզում առանձնացնեմ իմ կարծիքով, հա, որովհետեւ ամեն մարդ ունի իր կարծիքը։ Իմ կարծիքով շատ քիչ են մնացել որակով բլոգերներ, առհասարակ միայն TikTok-ում չէ, Հայաստանում, Instagram-ում, TikTok-ում, յուրաքանչյուր հարթակում, հա, որովհետեւ ես երբ որ իմ գործունեությունը սկսում էի TikTok-ում, ես չի պատկերացնում, որ մի օր կարող է զզվեմ այդ հարթակից։ Ես չուզենամ ուղղակի մտնեմ այդ հարթակ, որովհետեւ դարձել է ինձ թվում է կարիք չկա ասելու ինչա դարձել, բոլոր դել ունեք, մտնում եք գոնե օրը մեկ անգամ անցնում եք, դուք էլ զարմանում եք ինչա կատարվում, էլի։ Ինչ որ անձնական հարաբերություններ պարզաբանելու հարթակ է, բայց ի սկզբանե դա ընդհանրապես դրա համար չի նախատեսված էլ եղել, բայց Հայաստանում ուրիշ ձև են վարվում այդ հարթակի հետ ու ես իսկապես չեմ ուզում մտնեմ արդեն այդ հարթակ։ Ու վերջին շրջանում նույնիսկ երբ որ ինչ որ հրապարակում անում եմ, աշխատում եմ մեկնաբանությունների դաշտը փակեմ, որովհետև հատկապես TikTok-ում մի հատ լավ մեկնաբանություն գրող չկա։ Բոլորը գրում են վատը, որ մտնում ես ուզում ես հասկանալ, լավ, այս երեխու որ մի անգամն ես դու այս երեխու հավին քշա ասե, որ քեզ ասենց մեկնաբանություն ա գրել կամ նայում ես ոչ էլ երեխա է, այդ երեխու մաման ա գրում, պապան ա գրում, ասում եմ չեմ հասկանում։ Չեմ նեղվում իհարկե, որովհետև իրանք իրանց դարդը, իրանց ցավը թող ամեն մեկը իր սրտի չափով կստանա, բայց ես ավելի շատ նեղվում եմ, որ մեր հասարակությունը այդպեսին է։ Թե չէ որ ինձ գրում են, այ չգիտեմ ինչ, այ չգիտեմ ինչ, ես այ չգիտեմ ինչ չդարձա իրանց գրելով, էլի, ես շարունակում եմ իմ կյանքը վայելել, ապրել իմ ուզածի այն ամենամաքսիմալով, իմ շրջապատում բոլորը ինձ սիրում են, այն մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են, ինձ սիրում են, պատրաստ են ինձ համար ամեն ինչի, պատրաստ են այդ յուրաքանչյուր մեկնաբանություն գրողին հակառակը ապացուցել։ Ես այսինքն մտածելու ոչինչ չունեմ, հա, երբ որ մի մարդ ում երբեք չեմ տեսել ու հնարավոր է չտեսնեմ էլ, թողել է իր երկիրը գնացել է Տաշկենտում, աշխատում է, բայց ռուսերեն տարերով գրում է խայերին խայտարակարեցիկ, բան, ես այդ մարդուն չեմ կարող լուրջ վերաբերվել։ Հնարավոր է մի շրջան կա, որ դու քո բլոգի կոնտենտը փոխես։ Շատ հնարավոր է։ Հա, իհարկե։ Օրինակ մտածել ես ինչ թեմայով կամ ինչ ովադությամբ կտանես։ Չէ, չեմ մտածել դեռ, բայց տեսեք, իմ զբաղվածությունը, իմ ընդհանուր գործերը այնքան շատ են, որ կարա մի օր մի հատ բան լինի իմ կյանքում փոփոխություն, օրինակ, հա, մի քանի տարուց լինեմ մայր ու իմ կոնտենտը ավելի շատ վերաբերվի այդ ամենօրյա մայրական ավելի վիճակների մեջ լինի։ Ես չեմ կարող ասել, համել կնայեմ ակտուալը։ Դրա համար ես չեմ այդ եմ ասում, չեմ մնում նույն տեղում, այսինքն եթե ես մնա, ես մինչ հիմա կշարունակեի անել Նաիրա Զորաբյան, բայց ես հիմա գիտեմ երբ է պետք անել Նաիրա Զորաբյան, երբ է պետք լինել Մագա Հարությունյան։ Ու հուսով եմ այնքան չեմ մեծանա, որ չկարողանամ դրանով զբաղվեմ ու չհասկանամ, որ նորաձևությունը կամ նոր վիճակը լինեմ էլի միշտ նորությունների հետ։ Քանի որ նորաձևության թեման բացեցիր, նախ արի մի հատ հասկանանք ինչքանով ես դու նորաձևությանը հետևում, չնայած որ այդցդ արդեն պարզ է։ Հետևում եմ, հա, հնարավորինս հետևում եմ, ինչ որ ինձ դուր է գալիս մեր այս շրջանում, նորաձևության հետ կապված, փորձում եմ ունենալ իմ լուքերի մեջ կամ աքսեսուարներից։ Ես հայկական արտադրությունը։ Հայկական արտադրությունը միշտ տեղ եմ տվել, միշտ։ Դե Քրիստինա Գրիգորյանը, դիզայներ, ոճապան, քեզ համար նվեր քարտ է պատրաստել, Քույստի բրենդն է, ես լսում ճանաչում ես։ Այո, մենք լավ ընկերներ ենք, վերջերս նույնիսկ իր մոտ ունեցել եմ պատվեր։ Այ հետաքրքիր, որ ճանաչում ես Քույստին, մեկ բառով որ նկարագրես, ոնց կնկարագրես։ Ոյ, տղամարդ աղջիկ է շատ։ Հա, շատ վիզ դնող։ Ես իրան շատ վաղուց եմ ճանաչում, իմ ու Քրիստի ընկերությունը երևի 10 տարվա է։
Ես այդ ժամանակ 16 տարեկան էի։ Մենք աշխատում էինք իրար հետ նույն նախագծում ու այդ ժամանակվանից մինչև հիմա նույն ոճով ինքը շարունակում է առաջ գնալ, նույն ոճով շարունակում է իր ակտիվությունը, իր բարեգործությունները, իդեպ ինքը բացի դիզայներ լինելուց նաև հրաշք մարդ է։ Միշտ բոլորի կողքին է ու կարիքավորների, մանկատան երեխաների կողքին է։ Մի խոսքով ես իրեն շատ սիրում եմ ու միշտ ուրախանում եմ իր հաջողություններով, նույնիսկ հնարավորությանս չափով փորձում եմ աջակցել իրեն Հայաստանում, որովհետև բացի այն, որ հայկական արտադրանք է, նաև ճաշակով, որակով ես ինքս դա կարող եմ փաստել։ Դե շնորհակալություն ենք հայտնում Քրիստինային, քեզ շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Գեղեցկությունը գույների ճիշտ համադրություն է եւ ոճի ճիշտ ընտրություն է։ Ամենագեղեցիկ գույնային համադրությունը բնության համադրությունն է։ Բնությունը ինքը ստեղծում է գեղեցիկ գույներ։ Իմ առաջի քայլերը նորաձևության աշխարհում ես սկսել եմ արտահակուստ կարելուց։ Որոշեցի կարեմ արտահակուստ մատուցողի համար, որ մատուցողը ել ավելի գեղեցիկ լինի, ել ավելի վստահ լինի։ Այդ գեղեցիկ հագուստը շատ արագ վաճառվեց, եւ ես հասկացա, որ կարող ենք նաեւ իրականացնել անհատական պատվիրներ։ Ես որպես հագուստի դիզայներ շատ եմ ցանկանում օգտակար լինել, փորձում եմ միշտ ճիշտ հագուստ ընտրել հաճախորդի համար, թաքցնել իր թերությունները, ընդգծել իր առավելությունները։ Մեր բրենդը նախատեսված է ամբողջ ընտանիքի համար, տղամարդկանց, կանանց եւ երեխաների համար։ Մեր բուտիկում կան պատրաստի հագուստներ, որտեղ ցանկացած մարդ կարող են գտնել իրենց չափերին համապատասխան հագուստ եւ ատելյեում կարող են պատվիրել ցանկացած հագուստ, որը իրենց անհրաժեշտ է։ 11 տարի է, մենք դեռ չենք ունեցել դժգոհ հաճախորդ։ Ինձ համար դա մեծ չափանիշ է։ Դու խոսեցիր նաև մայրանալուց, դու հարցազրույցներից մեկի ժամանակ վերջերս նշել ես, որ այո, մտադրություն կա, բայց քանի որ ես հետևորդների կողմից ինչ-որ մեկնաբանությունների շատ եմ հետևել, մի քիչ ոնց որ շատ եմ էլի լսել կարծիքներ ու շատերը մտածում են, որ ձեր ամուսնությունը, քանի որ դու նշեցիր, որ ԶԱԳՍ-ով ամուսնացած եք Սուրենի հետ, ասում են PR-ի միջոց է։ Այո, մենք ԶԱԳՍ-ով ամուսնացած Շարունակի։ Դա կներես ու ասում են, որ հենց տեսնում են, որ օրինակ մի քիչ են իր մասին խոսում, ինչ որ մի նոր բում է անում։ Շատ լավ, ուրեմն ես խնդրում եմ թողի մեզ ասածը մեծամտություն չթվա, բայց իմ գործունեության առաջին իսկ րոպեից չեմ ունեցել պակաս իմ մասին խոսակցությունների, որովհետև այո, ես այնքան բան եմ արել, որ իմ մասին յուրաքանչյուր շրջան խոսում են։ Եվ միայն դրա համար չէի հորինի նման պատմություն, այո, ես եւ Սուրենը ամուսնացած ենք ԶԱԳՍ-ով։ Չենք արել դեռ արարողություն հարսանեկան, որովհետեւ նշել եմ նույնպես նախորդ հարցազրույցներում, որ երկրում տիրող իրավիճակը մեկ պատերազմ, մեկ հիվանդություններ, մեկ մի խոսքով այնպես է ստացվել, որ դրան չի հասել, բայց ամեն դեպքում չենք շտապում, շուտով դա էլ կլինի, իսկ այն մարդիկ, ովքեր չեն հավատում, թող չհավատան, ինչ անեմ։ Լավ, իսկ ինչպես է անցնում արդեն ամուսնական կյանքը։ Դուք ես տեսնում եք այդ ամուսնական կենցաղի մեջ։ Եթե հիմա հիշեմ ոնց էի պատկերացնում մինչև ամուսնանալս այդ ամուսնական կյանքը, այդ կենցաղը, միանշանակ չէի տեսնում, բայց հիմա ինչպես որ անցնում է իմ ամուսնական կյանքը ու կենցաղը, որ ասեմ առանձնապես իմ կյանքում ոչինչ բացի լավից չի փոխվել։ Իմ կյանքը գնում է իր բնականon հունով, ես ուղղակի ունեմ իմ կողքին մի հատ մարդ, ով ամեն ձև, ամեն ինչով, այն ամենափոքր հնարավորության դեպքում իմ կողքին է, ինձ աջակցում է։ Ընդհանրապես ոչ մի բարդություններ չեն եղել, այդ կենցաղային վեճեր, կռիվներ, ընտանեկան այդ մարդու կնիկ, էլի ոչ թե ամուսին եւ կին կամ սիրած մարդկանց մեր մոտ այդ սիրած մարդկանց մենք իրար սիրում ենք, հա, մարդու կնիկ չենք ուղղակի, որ աղջի հələ այս որ ժամանակ քնած ես, աղջի մի բան սարքի ուտեմ կամ Եթե ես չեմ հասցնում պատրաստել ուտելիք, պատրաստում ու հիմնականում պատրաստում է Սուրենը, որովհետև ինքը ավելի լավ է պատրաստում։ Մենք հասկացել ենք իրար, այո, որ ինքը ավելի լավ է պատրաստում։ Ինչի մենք համով չսնվենք ու գնենք կարծրատպերի հետևից։ Կամ եթե մենք ինչ-որ հարցի շուրջ ունենք, չգիտեմ, անհամաձայնություն, մենք այնքան հեշտ է մեր մոտ դա լուծելը։ Ես չէի պատկերացնում, որ տենց է ընդհանրապես լինում։ Որովհետև իմ ճանաչած, իմ հանդիպած ամենաիդեալական զույգի մոդելը լինում է։ Դու հիմա երջանիկ ես։ Ավելի քան։
Գիտես այս հարցը ինչի տվեցի, որովհետև երբ հաղորդազրույցի ընթացքում ավելի ծավալվել ես եւ խոսել ես քո եւ Սուրենի մասին, մեկնաբանության դաշտում գրել էին անընդհատ, տեսեք, տպավորված է, Սուրենից է խոսում, բայց դա fake է, որովհետև ինքը ուղղակի այդ ձևով, տեսեք, խոսքի միջոցով ցույց է տալիս, որ իբր երջանիկ է, բայց իրականությունը այլ է։ Ես ինչ որ չափով անկեղծ եմ ասում, հավատում էի այդ մարդկանց, բայց այսօր երբ տեսա ձեզ միասին, ես հասկացա, չէ, դուք հոգ եք տանում միմյանց մասին, դուք իրար լրացնում եք։ Այ հիմա իրականում ճիշտ է, գիտեմ, որ ապացուցելու ոչ մի բան չունեք, բայց ոնց ասել մարդկանց, որ իրոք երջանիկ ես, առանց ետին մտքի, առանց ենթատեքստերի։ Ուրեմն, այո, ես ոչ մեկին ապացուցելու ոչինչ չունեմ ու ով որ ուզում է տեսնել ինձ երջանիկ, այդ մարդը տեսնում է ինձ երջանիկ եւ իմ լուսանկարներում, եւ իմ վիդեո հոլովակներում, եւ դրսում։ Իսկ այն մարդը, ով միևնույնն է չի ուզում ինձ տեսնել երջանիկ ու նույնիսկ տեսնում է, բայց չի ուզում հավատալ դրան, այդ մարդը գրում է, որ ես խաղում եմ երջանիկ, ոչ թե երջանիկ եմ, որովհետեւ ինքը չի ուզում հավատա այդ մտքին, որ միայն ես չէ։ Նույն մարդը գրում է նաեւ մյուս աստղային զույգի կամ մյուս զույգի մեկնաբանություններում, որ այս մարդը գեր, որովհետեւ չի ուզում տեսնել երջանիկ։ Դու հավատում ես, որ քեզ շատ նախանձում են դրա համար են տենց գրում։ Մտածում ես դու այդպես, որովհետև շատերը քեզ պաշտպանում են եւ ասում են դուք նախանձից եք ուղակի տասնամեր գրում։ Այո, մարդիկ նախանձում են ու ես չեմ ասում, որ ես վերին արտիցորենն եմ, ինչքան էլ որ ես այո վերին արտիցորենն եմ, բայց ես շատ չեմ ուզում այդպես ինձ անվանել, որ չասեմ, դա հիմա էլ մեծամիտ խոսում է, բայց պետք է իրականում յուրաքանչյուրս մեր մասին ունենանք այդ կարծիքը, որովհետև եթե մենք չունենանք մեր մասին այդ կարծիքը, ոչ մեկ չի ունենա։ Ու այո, ես վերին արտիցորենն եմ ու բացի ինձանից շատ կան այդպիսի վերին արտիցորեններ, բոլոր այն մարդիկ, ովքեր գիտեն իրենց ինքնագնահատական չափը եւ իրենց գնահատում են մաքսիմալ ու ելի եմ ասում, մենակ ինձ չի, որ այդ մարդիկ նախանձում են, նախանձ մարդը մնում է նախանձ, դա կլինի հագուստին, դա ուղղակի կարող ինձ նախանձեն նրա համար, որ իրանց հանդիպած այն ամենաշքեղ շորը, որը իրանք հական խանութում ու տեսան, որ այս չի սազում, ինձ ֆանտաստիկ սազում է, նախանձ մարդը կարող նախանձի նաև նրան, որ չգիտեմ, նույն մասնագետի մոտ իր քիթը իր սրտով չի վիրահատվել, իմը իմ սրտով է վիրահատվել, այսինքն պարտադիր չի, հա, որ դու լինես երջանիկ, սիրահարված, որ քեզ նախանձեն, քեզ նախանձելու են ամենաչնչին վաճառի ժամանակ նույնիսկ նախանձ մարդը նախանձ ու միայն ինձ չէ, քեզ էլ են նախանձում, մյուսին էլ են նախանձում, հետո ես մի հատ բան գիտեմ, եթե նախանձ չես, ինչքան էլ որ ես մարդը քեզ դուր չի գալիս, դու ուղղակի պիտի անցնես, հա, եթե դու ասում ես, ես պետքա գրեմ, ուրեմն քո սիրտը էդ է ուզում, դու ուզում ես գրես, որ քո սիրտը հանգստանա, այդ նախանձություն չի։ Եթե քեզ դուր չեկավ, ուղղակի անցի, վсё, վերջ, էլ պետք չի գրել, որ ատում եմ քեզ, մեռի, այնքան տենց բաներ կա, ես իսկականից էլի եմ, որ նայում եմ մեկնաբանությունում կարող է մեկը կամենա, որ ես մահանամ, խի, ինչ եմ արել քեզ, այ աբսուրդը հենց այդտեղ է, այսինքն նորմալ մարդը, հիվանդ են իրանք, նախանձը իմ համար դա հիվանդություն է, նույն խանդը, յուրաքանչյուր այդպիսի զգացողություն, որը որ կարա մարդկանց վնասի, դա հիվանդություն է, շեղվածություն, հոգեկան չեմ կարող ասեմ։ Դու խանդոտ ես, բայց խանդոտ եմ։ Դա հիվանդություն բայց չես համարում։ Դες դու համարում ես, որ հիվանդություն է խանդը։ Ես հիվանդ եմ։ Ես չեմ ասում, որ ես հիվանդ չեմ, ես չէ, խանդոտ եմ։ Բայց խանդը ունի իր բարի կողմերը։ Դու կարաս խանդես քո սիրելիին, սիրած մարդկանց, հա, քո մամային խանդես, քո պապային խանդես։ Ես օրինակ խանդում եմ իմ նույնիսկ եղբորը։ Ես խանդում եմ իմ կենթանիներին։ Ես խանդում եմ իմ Սուրոյին։ Ես խանդում եմ ու այո, դա էլ է հիվանդություն։ Դա ո՞նց ես քո մեջ այդ խանդը հաղթահարում։ Սուրենն գնացել է տեղ։ Չեմ հաղթահարում, չեմ փորձում։ Չէ, ես իրան այդպես ավելի եմ սիրում, այսինքն իմ խանդը դեռ այն աստիճանի չի, որ գժվեմ էլի դրանից, ինձ նույնիսկ դուր է գալիս այդ։ Ինձ թվում է Սուրենին էլ։ Սուրենը քեզ խանդում է։ Շատ։ Բայց իր մոտ էլ է հիվանդագին։ Գիտեք, հիմա ես ավելի շատ ուրախանում եմ, որ ինքը ինձ խանդում է։ Ոչ թե որ ուշ-ուշ է խանդում, չէ, ինքը ինձ միշտ խանդում ամեն վայրկյան բոլորին, որովհետև սկզբից ինչ էր այդ հիվանդագին թվում, որովհետև ինքը ինձ չէր ճանաչում դեռ։ Մենք սկզբի մի քանի ամիսը երբ որ շփվում էինք իրար հետ, ես չեմ մեղադրում իրան, որովհետև ես իր կյանքում նոր մարդ էի ու ավելի դեռ ինձ լավ չէր ճանաչում, հա, դեռ այնքան չէր վստահում ոնց որ հիմա։ Հիմա էլ է խանդում, բայց այդ ուղղակի խանդ է, ինքը գիտի, որ այդ խանդի տակ ոչինչ չկա, այսինքն եթե ինձ օրինակ խանդում է, որ ես հագել եմ այս նեղզգեստը, ինքը գիտի, որ ես հագել եմ այս նեղզգեստը, որտեվ իրան դա դուր գալի, ինձ դա դուր գալիս ու կարող է լիքը մարդկանց դուր գա։ Ինքը այն ժամանակ խանդում էր, որ կարող է ես չեմ կարա բացատրեմ, մի խոսքով
Հիմա հիվանդագին չի, որտեղ ինքը ինձ վստահում է։ Ուղղակի խանդում է, որտեղ դե խանդը չես կարա։ Սիրում ես, խանդ պիտի լինի այդ խանդը։ Իհարկե, այս թեմայով ես այլ հարցեր էլ կտայի, բայց քանի որ կոմենտներում կան նման բաներ, ավելի ուշ կանդրադառնանք սրան, որ միանգամից կոմենտին պատասխանենք։ Այդ դրսում շատ սնվում եք, թե չէ։ Հա, հիմնականում դրսում ենք սնվում։ Ես առաջարկում եմ, եթե մի օր որոշեք դրսում սնվեք, այցելեք մեր գործընկերոջ մոտ, The Garden ռեստորան։ Եթե սիրում եք ստեյքներ, ծովամթերքներ, սիրում եք նախաճաշել դրսում, կարող եք այնտեղ այցելել, այնտեղ ձեզ սիրով կսպասեն եւ վստահեցնում եմ, որ հաստատ կհավանեք։ Պայման մի օր կայցելենք։ Քանի որ խոսեցինք գործընկերների մասին, ես ցանկանում եմ քեզ եւ մեր հետևորդներին ծանոթացնել մեր հաջորդ գործընկերոջը։ Լավ մասնագետ գտնելը, հատկապես լավ բժիշկ գտնելը ձեռք բերում է։ Ինչ վերաբերում է առողջությանը, մենք շատ բծախնդիր ենք եւ պատասխանատու պետք է մոտենալ։ Ես ուզում եմ ծանոթացնել հիանալի բժշկի հետ, Աստղիկ բժշկական կենտրոնի կանանց կոնսուլտացիայի բաժանմունքի ղեկավար, մանկաբարձ գինեկոլոգ Աննա Տողրամաջյանի հետ։ Վերջինս բավականին լավ մասնագետ է եւ շատ զույգերի օգնել է համալրման հարցում։ Իդեպ նաեւ նշեմ, որ վերջինս էսթետիկ գինեկոլոգիական ծառայությունների ղեկավարն է, այնպես որ եթե դուք նման մասնագետ եք հենց փնտրում, կարող եք խորհրդատվություն վերցնել Աննա Տողրամաջյանի մոտ եւ լինեք առողջ, գեղեցիկ եւ իհարկե երջանիկ։ Բժշկությունը բոլոր արվեստներից ազնվագույնն է։ Անգամ մեկ կնոջ երջանկությունն անսպառ ոգեշնչման աղբյուր է։ Մանկաբարձ գինեկոլոգ, կանանց էսթետիկ գինեկոլոգիայի բժշկուհի Աննա Տողրամաջյան։ Արի խոսենք կոմենտներից, որովհետև երբ ես երեք կոմենտներ ուսումնասիրում էի, բավականին տարեց տղամարդիկ կային այնտեղ, որ հայհոյում էին, որ ոչ պատշաճ ձև էին, հա, արտահայտվում։ Այն նման կոմենտները, երբ կարդացել ես, չգիտեմ, աչքովդ ոնց է չլինի, ընկած կլինի։ Քեզ մոտ ինչ զգացողություններ առաջանում, հա, այդ ամեն ինչը կարդալուց հետո եւ քո կողակցի կողմից ոնց է արձագանքը լինում։ Հոյ, երկուսից մոտ էլ абսուրդ է։ Մենք ուղղակի абսուրդ ենք ապրում, որովհետև երկուսս էլ դե հասուն մարդիկ ենք, հա, ինչի կարար օրինակ իմ կողակիցը գնար գտներ մեր համար, այս sense է գտնել այն մարդկանց, ովքեր մեզ հայհոյում են, բայց ես բոլորի դեմքերը հիշում եմ, ու հենց այդ տարեց մարդիկ, երեխեն գրիկ ասես հան դաստիարակա, չեն դաստիարակել, մի օր կհանդիպեմ այդ երեխուն կլորա երկրագունդը, կհանդիպեմ, ես կդաստիարակեմ, կուղեմ իր ծնողների սխալը, բայց երբ որ տեսնում ես այդ երեխու պապանա գրել, մենք կարանք այդ մարդկանց գտնենք, գնանք իրանց գրածների համար, իրանցից պատասխան պահանջենք, բայց ես մի քանի անգամ դա փորձել եմ ու հասկացել եմ, որ այդ մարդիկ երբեք չեն խոստովանում, որ դա իրանք են։ Ու հա, ես բոլորի էջերը ունեմ իմ մոտ, նկարները ու նամակները, որ մի օր հանկարծ որոշեմ, մի օր զբաղվելու եմ, բոլորով զբաղվելու եմ ու որ զբաղվեմ, հաստատ հանրային եմ զբաղվելու, այսինքն ուղղակի չեմ գնալու ասեմ ամոթ ձեզ, շատ հանրային ձևով զբաղվելու եմ։ Մի տղամարդ, հա, եթե կարելի է անվանել դրան տղամարդ, ինձ կոմենտագրում ու այո, հայհոյանքներով ես մտնում եմ այդ տղամարդու հետ, տեսնում եմ, ես տղամարդուն չեմ ճանաչում։ Երբեք ոչ միտեղ չեմ տեսել, բայց այդ տղամարդը իրան իրավունք է վերապահել իմ մեկնաբանություններում ինձ հայոյի, ուղղակի նրա համար, որ ինքը գեղցի է։ Հա, ոչ թե որ ես եմ վատը։ Ես կոպիտ եմ արտահայտվում, այո, գեղցի, ինձ համար գյուղացին ու գեղցին տարբեր բաներ են, հա, ես ունեմ գյուղից շատ հետևորդներ, որոնք ավելի adekvat են վերաբերվում քաղաքում կատարվող յուրաքանչյուր իրադարձությանը, յուրաքանչյուր մարդկային աճին, քան հենց այդ գեղցիները։ Okay, ինձ այդ գեղցին, ասես նայում եմ աղջիկ երեխու հետ նկարակցել ու չի ամաչում, գիտես ոնց,
Ես հիմա մի հատ հասարակ բան եմ ասում, եթե մի հատ adekvat նորմալ մարդ իր կոմենտը տեսներ իմ մոտ, մտածել էր, որ ինքը անսիր, անսուրբ, պիղծ սրբություն չունեցող մեծ անձնավորություն է։ Ու ինքը գցել է նկար, որտեղ իր երկու սրբություններն են, միտեղ իր այսքան աղջիկ երեխան է, միտեղ իր տղեն է։ Ու ոնց ինքը իրան ված չի զգում էլի, որ իր այդ բերանը բացելուց հետո կարան մարդիկ տենան իր աղջիկ երեխու դեմքը։ Հիշեն այդ աղջիկ երեխու դեմքը։ Իմ փոքր աղբերը հիշի իր աղջիկ երեխու դեմքը ու մի օր իր աղջիկ երեխու համար շատ վատ լինի այս կյանքում ամեն ինչ, ինչի, որովհետև իր papan ուղղակի անմեղ մարդու, հա, ով իրան ոչ մի ձև չի նեղացրել։ Ես մեղավոր եմ մենակ այն մարդկանց առաջ, ում որ ես իմ կյանքում նեղացրել եմ, հայհոյել եմ, խաբել եմ, վնասել եմ, խլել եմ։ Մնացած ոչ մեկի հանդեպ ու առաջ ես մեղավոր չեմ։ Առավել եւս, երբ որ ես այդ մարդուն անծանոթ եմ, մի օր Աստծոց ինքը ստանալու է իր երեխեն։ Ես չէ։ Ես իսկապես հիմա ոչ թե անիծում եմ, այլ ասում եմ կյանքի օրենքը, հա, երբ որ դու մեկին լավություն ես անում, ես տենց եմ։ Երբ որ ես մեկին լավություն եմ անում, կյանքում այդ մեկից չեմ սպասում իմ լավության պատասխանը, որովհետև փորձը ցույց է տվել, որ հենց այդ մեկը քեզ չի լավության պատասխանը տալու, միշտ ինչ որ մեկ ուրիշն է քեզ գալիս, ոնց որ ում է, որ ասում եմ, ում ինք մի կտոր հաց տվել, այո, դու ինչ որ մեկին արել ես լավություն քո կյանքում, ինքը քեզ երբեք չի պատասխանելու, ոչ էլ սպասի այդ մարդու պատասխանին, բայց դու մեկ ուրիշով ստանալու ես քո արած լավության եւ նաեւ վատության պատասխանը։ Ու եթե դու համարձակվել ես ինձ ինչ որ բանի մեջ մեղադրել, հայհոյել, վիրավորել, ու այդպես է ես չգիտեմ ինչ որ երևի ունեմ այդ գերբնական ուժը, այսքան ժամանակով ինձ նեղացրել է մի վատ բան իր հետ եղել է դեռ փոքր ժամանակվանից։ Հիմա կփշակաղ եմ ասել, շատ վատ է, բայց եղել են մարդիկ, ովքեր նույնիսկ մահացել են ինձ նեղացնելուց անմիջապես հետո։ Մի շաբաթ չեն ապրել առողջ մարդիկ։ Բայց դրա համար ես չեմ անիծել իրենց։ Ես ուղղակի ասել եմ Աստծոց թող ստանան, որովհետև ես աստվածավախ մարդ եմ։ Ու ես ինչ որ անում եմ, ես միայն պատասխան եմ տալիս իմ արարքների համար, հա, ես ոչ մեկին չեմ նեղացնում, ոչ մեկին վատ բան չեմ անում։ Իսկ իմ շուրջ կատարվելիք մեծամասնությունը դրանք ինձ չարախոսելն է, իմ հետևից վատ բաներ խոսելն է, նույնիսկ այն մարդիկ, ովքեր երբևէ իմ հետ կապ են ունեցել, հա, նույնիսկ անձնականի չի հասել։ Ուղղակի ինձ մեծ աղիք են տվել, ես ընդունել եմ, իրանք հիմա գլուխ են գովում, որ իմ հետ ինչ որ կյանք են ապրել, բայց այդ մարդիկ էլ են ստանալու։ Այսինքն յուրաքանչյուր մարդ, ով չարախոսում է, իմ եւ աղջկա հետևից, հա, այդ աղջիկը վաղը մայր է դառնալու ու լինելու է ինչ որ մեկի սրբությունը։ Պատժվելու է։ Ու ելի եմ ասում, այդ մեծ մարդկանց երեխեքն են ստանալու իրենց։ Պրոստո շատ ափսոս, հա, այն սիրուն աղջիկ երեխան, որ իր պապայի կողքը կանգնած, մտածում է, որ իր պապան ամենալավ պապան է աշխարհի, չէ՞։ Յուրաքանչյուր աղջիկ երեխա տենց է մտածում, որ իր պապան ամենալավ պապան է, բայց ինչա դուրս գալի, որ իր պապան մտնում է ամենալավ մամային, բադ կոմենտներ է գրում մեկ ուրիշի համար ամենալավ մամային կամ քուրիկին։ Հայհոյումը։ Շատ կարող է երկարացրեցի, բայց գոնե այսքան ասածից հետո մեկը քաղի էլի ինչ որ մի բան։ Մի քիչ կասկածում եմ, բայց ամեն դեպքում մարդիկ կարմիր կովիրա կաշին երբեք չի փոխում։ հայհոյողներից բացի մի տեսակ էլ կա, որ ակնհայտ ինչ որ մեկնաբանություններ են գրում, որ քեզ ցանկանում են։ Ու նույն մարդկանց պրոֆիլն երբ մտնում ես, էլի այնքան երջանիկ ընտանիքի լուսանկարներ ա թվում, որ ասում ես, չէ, իդեալական է ամեն ինչ, բայց երբ մտածում ես, հա, օրինակ իր կինը տեսնես մտածել է, որ նման բան ա գրել ուրիշ կնոջ, հա, օրինակ։ Այս դեպքն էլ ունի իր, որ բացում ենք, տեսեք ոնց է դառնում։ Հենց այդ նույն տղամարդկաց, գիտեք, ցանկանալը կամ հավանելը իմ համար այդքան էլ վատ չի, որովհետեւ դա բնություն է։ Ու հա չենք թաքցնում, որ ես ցանկալի աղջիկ եմ, բայց եթե օրինակ այո կան ինձանից ավելի ցանկալի աղջիկներ, այս բային աշխարհի յուրաքանչյուր ծայրում, բայց օրինակ իմ ամուսինը չի ցանկանում ուրիշ աղջիկա, բացի ինձանից։ Ու այդ վատ մեկնաբանություններ գրող կանայք էլ հենց այդտեղից են ծնվում, հա, երբ որ տեսնում են իրանց տղամարդը ցանկանում է մեկ ուրիշ աղջկա։ Այդ էլ տենց է ծնվում այդ վատ մեկնաբանությամբ գրող կինը, որ ասում ես լավ, ոնց կարա կինը կնոջ հասցեին, սենց բան գրի։ Չկա մի քիչ ֆեմինիզմ ձեր մեջ։ Չէ, չկա, որովհետև իրանք մի ամենից թե հիմա տեսնում են էլի, որ իրենց տղամարդը ինձ
Մյուսին, հիմա ճաշակին ընկեր չկա, հա, կան աղջիկներ, ովքեր շատ էլի ուրիշ տղամարդկանց համար ցանկալի են ու հենց այդպես էլ ծնվում են կանանց կողմից նախանձը, խանդը ու վատ մեկնաբանությունները։ Ես այդ ամեն ինչը իմ մեջ շատ բացել եմ, ասես բացել, սա դրել եմ, ստեղ, հետո կպցրել եմ իրար, որ ինձ համար իսկապես շատ հետաքրքիր է եղել մի հատ պարզաբան եմ, լավ, ես իմ մեջ գոնե իմանամ, այս կատեգորիան որտեղից է ծնվել, ոնց է դարձել այսպեսին, որովհետև դա ամեն դեպքում իմ շուրջ է կատարվում։ Բարի, քանի որ հիմա մեկնաբանություններում կան այնպիսի գրված բաներ, որ կծավալվենք այդ հարցերի շուրջ, ես առաջարկում եմ հիմա անցում կատարենք դեպի այդ ֆորմատ, կոմենտներին պատասխանելու եւ տեսնենք ինչ է սպասվում մեզ, բայց մինչ այդ խմում ենք մեր ավանդական գազավորված ջուրը։ Ես երբեք չեմ խմել։ Հաղորդման ձեր հյուրերից թե անոնսներում թե բան տեսել եմ այդ ու միշտ զարմացել եմ ու հետաքրքրել է, հիմա դու արդեն փակագծերը կբացես։ Ու մինչև անցած տարի ես կյանքում չեմ խմել գազավորված ջուր։ Որ ասма տարիք կա, մի հատ գալիս է այդ ժամանակից հետո դու սկսում ես սիրել ջերմուկ ասվածը կամ ու տենց իմ մոտ եկել այդ շրջանը ձեր բախտը վերել է, որովհետև եթե լիներ դա անցած տարի, լավ, նախ անցած տարի ես ուղղակի կհրաժարվեի դա խմելուց, որովհետև ես իսկապես վատանում էի։ Բերեք, գազով ջուր բերեք։ Ահա եւ մեր գազավորված ջուրը։ Առաջին անգամ։ Ահա։ Հա, լավն է։ Եվ Ոնց։ Ուզում չնայած ոչ մի բան չկա, ինձ թվում է գազ կա այդ ծորակի հետ, ինքը հետո տալիս է։ Հա, իրականում Grohe Blue արտադրանքն է, գերմանական աշխարհարչակ սանտեխնիկայի արտադրանքն է, որը ծորակ է ստեղծել, որ անմիջապես հենց այո, գազավորված բալոնչիկով տակը կա, միանգամից թույլ գազավորված եւ ֆիլտրացված ջուր է տալիս։ Հա, հետո Եվ ովքեր ցանկանում են որ տանը մշտապես ունենան գազավորված ջուր, այցելում են ուղղակի Դավիթան հաղթին, այնտեղից ձեռք են բերում եւ տանը մշտապես ունենում են գազավորված ջուր։ Իսկ ամառները կարող են լիմոնադ սարքել նույնիսկ։ Հա, շատ հետաքրքիր է, ուղղակի ես մի քիչ էլ մեծանամ նոր էլի, որ ամեն օր սկսեմ ջերմուկ խմել։ Ճշմարտ հետ կապված։ Գազավորված ջուր երբ որ ամեն օր պետք լինի այդ ժամանակ։ Ահա։ Հետաքրքիր է։ Խմեցինք։ Ես ուզում եմ շեշտել, որ լավ մեկնաբանություններ իհարկե շատ կան, բայց ես մեջներից առանձնացրել եմ այն հետաքրքիրները, նո մի քիչ վատոտները։ Դե հաղորդման խայ եմ, Ռուսաստանի խայ եմ։ Հաղորդման ֆորմատն է այդպեսին, ես ընդունում եմ։ Այո, իհարկե լավից ենք սկսում։ Դե լավին ես այսպես թե այնպես անդրադառնում եմ իմ հարթակներում, պատասխանում եմ վատերին, որ բանի տեղ չեմ դնում, այսօր դուք էլ ձեզ մարդ զգացեք։ Ի վերջո։ Շնորհակալ ղուրբան եղեք այս աղջկան, որ ընդհանրապես ձեզ մարդի տեղա դրել։ Ես էլ այդքան ճանապարհ եմ կտրել, եկել հասել եմ այստեղ, որ ձեր գրածներին պատասխանեմ։ Բայց դե ես չարժանացնեմ ու պիտի արժանացնի։ Բայց դες ինչ լավ կոմենտ եմ կարդում։ Տղա է գրողը։ Ասենք այնքան սիրուն ես, ուզում եմ աղջիկ դառնամ։ Պլաստիկ վիրաբույժին ասեք մագայի պես սարքի ինձ։ Չէ, շատ լավ կոմենտ էր։ Այս շատ լավ կոմենտ էր։ Ես
մի հատ դու համոզվի քո որոշման մեջ, ես քեզ կօգնեմ այդ հարցում։ Ոնց է հայ կնոջ անունը սևացնում։ Աշխարհու հայն է միշտ տարբերվել իր տեսակով, բայց հիմա 0-0 եք սարքել։ Երեխաներն են նա մի քիչ կարելի է չափի մեջ։ Բստեմ ռուսերեն տարերով է, չէ՞ գրել։ Հայերն էլ հայ, չէ՞։ Հայատարագ է, բայց իդեպ այո։ Անսխալ։ Մալադեց, ողջունելի է, իհարկե։ Հայ կնոջ անունն եմ սևացնում։ Ինչ ասեմ։ Նայ, էս էլ արդեն ինքը իր կարծրատիպը ունի։ Իր պատկերացրած խայի կինը դեռիվ ուրիշ է, էլի, вообще կապ չունի մեր հետ։ Դրա համար ես չեմ կարող իրան հակառակ ապացուցեմ։ Եթե ինքը ունի նոր սերունդ իր տանը, մի օր կհասկանա, որ նոր սերունդը բան է փոխվել։ Լավ, եթե անկես դու սկի, չգիտես հայ կինը ոնց է լինում, հա, որովհետև եթե դուք պատկերացնում եք, որ հայ կինը ամբողջ օրը տանը նստած ճաշ է սարքում, լաչակով կամ ինչ-որ բան, չէ, իսկական հայ կինը ժամանակին կռվել է, իսկական հայ կինը վետերան է եղել, որը ես ունեմ իմ ընտանիքում, ես իսկական հայ կնոջ ընտանիքում եմ մեծացել ու իմ իսկական հայ կին տատիկով պատերազմի է մասնակցել եւ վնասվածքները։ Մի խոսքով ես տեսել եմ ոնց է հայրենասեր ու հայ կինը, հա, ուղղակի հայ կին լինելը գոնե մի քիչ հայրենասեր պետքա լինի։ Ու իր ազգին սիրող, իսկ իր ազգին սիրող յուրաքանչյուրը պետքա աջակցի իր ազգում աճող յուրաքանչյուր կլինի մանուկ, կլինի թինեյջեր, ինչ ուզում է լինի, հա։ Իսկ այստեղ չկար ոչ մի աջակցություն դեպի ինձ, հա։ Եվ եթե կա ինչ-որ բան, որ իմ արարքներից ձեզ դուր չի գալիս, խնդրեմ, կարող եք պարզապես անտեսել ինձ եւ շարունակել լինել ձեր հայ կնոջ կերպարում։ Անցանք առաջ։ Լավ, ինչի է ամեն ինչ տանում դեպի էրոտիկան։ Ինչ եմ ամեն ինչ տանում դեպի էրոտիկան։ Իսկ դե լավ, դե հիմա որ ասեմ իմ արածը էրոտիկ չի, այդքան էլ ճիշտ չի, բայց դե ամեն ինչ չեմ տանում, էլի էրոտիկային։ Լավ, մեծամասնությամբ։ Դե բայց Նյուժելի ձեր պատկերացրած էրոտիկան այդքան քառակուսի է, որ ուղակի լողազգեստը կամ մի քիչ բաց հագուստն արդեն էրոտիկա է։ Ես այդպես չեմ կարծում, բայց դե լավ, դուք ձեր ռամկաները։ Եթե նույնիսկ ես ամեն ինչ տանում եմ էրոտիկայի, կրկնվում եմ, բայց ասում եմ, եթե ձեզ դուր չի գալիս, պարզապես անցեք։ Իհարկե, այստեղ հեգնանք կա, իսկական համեստ կնոջ կերպար։ Դե իհարկե դա համեստ կնոջ կերպար չի։ Համեստ կնոջ կերպարը սա է։ Դա համարձակ Մագա Հարությունյանն է, եթե չեք ճանաչում, ծանոթացեք։ Ես չեմ պատրաստվում ոչ մեկին գոհացնեմ իմ համեստությամբ։ Եվ ես ի սկզբանե չեմ սկսել համեստ կնոջ կերպարով։ Հա, ես իմ կերպարը ոնց կերտել եմ, այդպես շարունակում եմ ու ես էլ եմ ասում, ընդհանրապես չեմ էլ փորձել լինել իսկական համեստ կին, որովհետև իմ իսկական համեստ կինը կարծում եմ համացանցում ինչ գործ ունի, որովհետև իսկական համեստ կինը նույնիսկ չպիտի տեսնի այն ինչ որ ես հրապարակում եմ կամ այն ինչ որ շատերը հրապարակում են։ Ինքը պետք է զբաղվի իր ուրիշ գործերով, հա։ Ամեն դեպքում եթե լինի իսկական համեստ կին, չի լինի այնտեղ, որտեղ հիմա եմ ինտերնետում, սոցիալ մեդիայում ու հեռուստատեսությունում այդ լուսանկարներ արել է իմ ամուսինը, իդեպ իմ ամուսինը այդպես հարցերում շատ այն կողքին ու ընդհանրապես մենք թքածում ենք ով ինչ է մտածում մեր մասին, մեր միության մասին ու իմ մասին ու իր մասին, մենք անում ենք այն ինչ որ մեզ դուր է գալիս ու մեզ հետևող մեծամասնությանը ու իսկապես մեծամասնությանը այն ինչ որ ես անում եմ հասկանալի է եւ դուր է գալիս։ Շատ լավ։ Հիմա նույն լուսանկարի մեկնաբանության դաշտում մեկ այլ կոմենտ։ Շատ կրծքաբաց աղջիկ ես։ Շատ, բայց սրտաբաց եմ։ Պիտի տեսնեք։ Ահա, քանի դեռ վատ բան գրող չի եղել, բացում նանեմ։ Մագա ջան, ես ո՞նց հախակը շոր կա։ Այդպես էլ ալին։ Հետո իմ հակին միշտ շոր կա։ Իսկապես, իրականում իմ հակին միշտ շոր կա։ Ես երբեք մորեմերկ չեմ լուսանկարվել։ Այդ էլի կարծրատիպը մարդը հիմա կարճ ես հակել, շոր չի հակել, խի չի հակել, ինչ վատ շորա։ Ու այն որ իր ամբողջ հակածից։ Մի խոսքով։ Քո վերջերս տված հարցազրույցից մեկի դաշտում։ Սավառնում է սամպերի մեջ Մագա ջան, սթափվի, իդեալական տղամարդը չի լքում իր 10-ամյա ընտանիքը։ Ահա, իդեալական տղամարդը։ Հա, եթե ինչ որ հարաբերություններ փչացել է կամ ավարտվել է, ուրեմն այդպես է պետք ու ընդհանրապես դա ոչ մեկի խնդիրը չի, ոչ մեկի քննարկելունը չի, որովհետև նույնիսկ ես
հիմա չեմ դնում վերցնում, հա, այդ հարցը։ Ու չգիտեմ ինչի այդ կարծրատիպը տենց ձևավորվել, որ Սուրենն է ինչ որ մեկին լքել։ Խնդրում եմ։ Թող ամեն մեկը մտածի, օ, ինչ կորցրեց կամ ինչ կկորցնի ու ամեն մեկը ինչ որ իրան պետք է այդ պահի, հա։ Հիմա ինչ էլ որ եղել է, դա ձեր խնդիրը չի։ Նույն հարցազրույցում դու նշել ես նաև, որ Սուրենի ընտանիքը քեզ պաշտում է։ Հիմա հետևորդներից մեկը գրել է. «Այս երբվանից են մեր սկեսուր մայրիկները սկսել տկլոր հարցներ սիրել»։ Հենց այն օրվանից, երբ որ ես դարձա Սուրենի կինը։ Այ այդ օրվանից։ Չգիտեմ, կարող է եւ էլի կան։ Սկեսուրներ, որ իրենց հարցերին ամեն ձև սիրում են, բայց իմ սկեսուրը ինձ ամեն ձև սիրում է։ Ու հենց տկլոր։ Գնացեք մեռեք, այո։ Այդ ով չեր ուզի։ Ով չեր ուզի լիներ ու իսկականից էլի, հա, հիմա հիմնականում աղջիկները ապրում են նենց, չէ՞, այդ կարծրատիպերից էլի իշքան ասի կարծրատիպ բառը, բայց այդ այնց է, աղջիկները ապրում են նենց, որ մեծանան, մեկի հարսը դառնան, տանողը հետ չուղարկի, իրանք այդ, որովհետև իրանք տենց են սովորացրել, պետքա սենց լինես, սենց լինի քո նիստուկացը, սենց լինես ինչ որ ֆեյք վիճակների մեջ, իրանք գնում են հարս 10 տարի դեռ շարունակում են իրանք այսպես լինել, բայց իրանք տենց չեն եղել իրանք տունը։ Իրանց տատունել են, բրթել, իրանց մորնել են, հակաճառել, իրանց հորնել են, հակաճառել, բայց հարց գնալուց իրանք դարձել են ամենախելոք ու ամենասուրբ աղջիկները, որ իրանց կեսուրները իրենց գոհ լինեն։ Խիկ, այդ որ մի աղջիկը չեր ուզի ապրեր իմ նման, հագնվեր ոնց ուզում էր, շփվեր ոնց ուզում էր, լիներ այնտեղ որտեղ ուզում էր, լիներ այն մարդու հետ ում հետ ուզում էր, ու իրան իր շրջապատում բոլորը սիրեին, ով էլ չէր սիրում, ասում ենք, չեք սիրում, մի սիրեք։ Հեյ, ախպեջան, այդ որ մեկը չեր ուզի, բոլոր, այդպես հիմա ոնց չասես, նախանձով լցված մեկնագրել։ Անցնենք առաջ։ Ասում են, որ 40-ից հետո կզղճակ, հետևեք շպրոտին, նա ձեզ արժեքավոր խորհուրդներ կտա, ափսոս ես, գեղեցիկ, լավ աղջիկ ես։ Նախ ես շպրոտը բացարձակ համեմատելի չենք։ Ինչի մասին է խոսքը։ Հետո ինչ է։ Ես հիմա շատ չեմ տարածվի ես ցավը կոմենտի շուրջ, որովհետև նախ չգիտեմ շպրոտը երբևէ ինչ արել, որ զղջացել է, չեմ հետևում։ Ազատ կյանքի համար շպրոտը զղջում է, քանի որ հիմա ընտանիք չունի եւ միայնակ է։ Բայց ես ունեմ ընտանիք, միայնակ չեմ, եւ հետո ես շպրոտի պատկերացած ազատ կյանքը չգիտեմ որն է։ Կարող է ինքը իսկապես այնպեսի ազատ կյանքով ապրել, որի համար զղջում է, իսկ ես այնպեսի կյանքով հաստատ չեմ ապրել, որի համար կարելի է զղջալ։ Ներքնաշորով եթեր է եկել ու ասում է ինձ մի ասեք վուլգար, ասեք էսթետիկ։ Ես նախ չեմ ասել ինձ մի ասեք վուլգար, ինձ ասեք էսթետիկ, ես ասել եմ ես վուլգար չեմ, ես էսթետիկ եմ, հետո դուք եք որոշում ում ինչ ասեք, ինչ չասեք։ Եվ հետո ներքնաշորով չեմ եկել եթեր, ես եկել եմ կարմիր կորսետով, բայց օրինակ ես ողջունում եմ ձեզ, որ եթե ձեր կինը օրինակ այդպիսի ներքնազգեստով ձեզ դիմավորում։ Ես այդպիսի կորսետներով եմ, ոչ թե ներքնաշորերով։ Այդքանը։ Արձականցյան տիկուն իրեն ճիշտ չպահեց, նվաստացրեց աղջկան։ Ոյ, Խոսքը վերաբերվում է տկլոր անդասիրակին։ Ահա, տեսեք, հիմա մարդ ով հումոր չի հասկանում։ Այո, ես իսկապես շատ նվաստացած եմ ինձ զգում։ Ինչ կա էլի դեռ նվաստանալու, հետո չգիտեմ, այդ մեկնաբանություն գրողը գիտի թե չէ, որ ընդհանրապես Արձականցյան Տիգրանը չի եղել այդ տկլոր անդասիրակ դիալոգի հեղինակը, եղել է իմ ընկերներից մեկը։ Ահա, որից հետո Տիգրան Արձականցյանին ես տեսել եմ, Տիգրան Արձականցյանն ասել է, «Վայ, դու այն աղջիկն ես, չէ՞, այդ ամեն ինչը որ դարձել էր», ասում եմ, «Հա, ես եմ» ու մենք նորից իր հետ հումորային այդ արդեն իր հետ այդ նույն ֆորմատի վիդեո նկարեցինք, բայց ինչ խոսք այդտեղ նվաստացուցիչ ոչինչ չկար։ Իրոք չկար, բայց շատերը ասում են, որ սուտ է ուղակի եթերը փրկելու համար սողոսկեցին այդ կերպ։ Արձականցյանն է եղել։ Չէ, Մկրտիչ Քեբաբչյանն է եղել, իսկապես Մկրտիչ Քեբաբչյանը իմ ճանաչած ամենատաղանդավոր դերասաններից մեկն է, ով կարողանում է նմանակել շատ մարդկանց ու հետո էլի ոչ մեկին ապացուցելու ոչինչ չունեմ։ Ավելի լավ, եթե ես իսկապես արել եմ նրա համար, որ դուք մտածեք Տիգրան Արձականցյանն է եղել, ու եթե դուք այդպես եք մտածում, ավելի լավ։ Ճիշտ է, անցել է այդ փուլը արդեն, որ ես համոզեմ ձեզ, որ դա Տիգրան Արձականցյանն է կամ Տիգրան Արձականցյանն չէ։ Մտածեք ոնց ուզում եք։ Մագա ջան, հավատա քեզ սաղ նախանձում են։ Դու ոչ մեկին մի հավատա։ Դե չեմ ասի սաղ, ոնց որ դուք եք գրել, հա, բոլորը չի որ նախանձում են, բայց մեծ մասամբ, մեծ այդ մեկնաբանություններ, վատ մեկնաբանություններ գրողի մեծ մասը իհարկե նախանձում է, մենք մի քիչ առաջ խոսեցինք հենց դրա մասին, նորից որ չծավալվեմ այդքան, այո, դա փաստ է։ Փաստ։ Անմիջական պարզ աղջիկ է, հենց այս միամտությունն ու պարզությունն է խանգարում նրան։
Համամիտես կոմենտի հետ։ Դե որտեղ է ինքը գրել դա։ Հարցազրույցներից հետ մեկի մեկնաբանության դաշտում YouTube-ում։ Անմիջական եմ, པարզ եմ, բայց միամիտ Եթե նույնիսկ միամիտ եմ, ինձ իմ միամտությունը չի խանգարում, բայց չեմ կարծում, որ ես միամիտ եմ, էլի։ Հա, կարող է լինի դեպքեր, որ ինչ որ հարցի մեջ միամտություն անեմ, բան։ Բայց որոցում շուտ ես միամիտ եմ։ Շատ հակասական կոմենտներ, չէ՞։ Ոնց է པարզ ու բարի միամիտ աղջիկը խախտել հայ կանանց կերպարի օրենքները, չի հասկանում, շատ հակասական են, բայց հա ես པարզ եմ, անմիջական եմ, բայց չեմ կարծում միամիտ եմ։ Բայց կուզեի միամիտ լինեի, գոնե կասեի լավ միամիտ եմ եղել, արել եմ ինչ-որ բաներ, որ միտեղ սխալվեմ։ Տես, մի աղջիկ գրել է քո գեղեցկությունն ունենայի, ես էլ տկլոր ման կգայի։ Համարձակվել է մարդը, ճիշտ է, տկլոր, էդի տկլոր չի ժողովուրդ ջան, ես երբեմ, ես տկլոր, ինձ դուք տկլոր տեսել եք, անկեղծ։ Մեկ որ ասում են ինչ-որ չափ անցնում ես, այն մարդը չափը ով է սահմանել։ Չկա չափ։ Վայ, դուրս եկեք ձեր այդ ռամկաներից։ Հետո, օքեյ, ես վստահ եմ, որ եթե դա լավով է, այդ աղջիկը լավ իմաստով է գրել, շակերտներով է գրել տկլոր, փոխաբերական իմաստով է գրել տկլորը, որովհետև ինքն էլ է հասկացել էլի, որ այս ազգայսուրը հասել, որ կարճ շորիկը կամ փորը բացը դա արդեն տկլոր է, կամ օքեյ, լավ, տկլոր։ Հա, հիմա մարդ եմ ուզում տկլոր ման կամ ձեր ոչ մեկի վրայով տկլոր ման չեմ գալիս, ձեր ոչ մեկի տունը չեմ գալիս, տկլոր նստում։ Ինչ եք ուզում ինձանից, ձեզ դուր չի, ես տկլոր, եթե նույնիսկ տկլոր եմ, իմ հարթակում եմ, իմ անձնական, սոցիալական հարթակում, եթե ձեզ դուր չի գալիս, կարող եք ուղղակի թերթել անցնել։ Ոնց որ այն դեպքում, երբ որ ես կգամ տկլոր ձեր տուն, ինձ ոնց կհանեք ձեր տնից, չէ, այդտենց անցեք, ձեր էջից հանեք։ Ձեզ ով է խնդրում, նայեք, հետևեք, վերջում կոմենտ գրեք։ Ու ձեզ ասեմ մի բան, երբ որ մեկնաբանություն եք գրում, Instagram-ը ռոբոտ է, հասկանում է, որ այդ մարդուն, որ դուք մեկնաբանություն գրեցիք, մի քանի անգամ նայեցիք, ձեր սաղանքերներին ուղարկեցիք, ձեզ այդ մարդն է հետաքրքիր ու ինչքան դուք շատ ինձ մեկնաբանություն գրեք ու ուղարկեք ձեր ընկերներին, այնքան շատ եք ինձ տեսնելու ձեր էջերում։ Արդեն հետևությունները դուք արեք։ Հետևորդներից մեկը ասում է, որ առանց մեյքափ ավելի սիրուն եք։ Շատ են ասում։ Չէ, ճիշտ են ասում, բայց ես ուղղակի տարիքային մի քիչ իմ համար առանց մեյքափ ավելի փոքր եմ երևում։ Սկսում եմ կամաց տենց դառնալ էլի։ Չէ, առանց մեյքափ ավելի ինձ ուրիշ վիճակով եմ զգում։ Տենց է, ես իմ վրա զգացել եմ, որ մարդը հագուստով, մի հատ մազա փոխում, մի հատ մեյքափ անում, ամեն ինչ իր կյանքում միանգամից փոխվում է։ Իսկ առանց մեյքափ ես ավելի տան իսկական sense շատ սրտաբաց եմ, երևի ինքնադու եմ մեյքափով լինում, մի քիչ sense ձևից մեջ լինեմ, էլի, չկորցնեմ կերպարս։ Հասկացա։ Նախանձելու աղջիկ։ Ամեն ինչ ասված է, ես երևի չասեմ ոչինչ։ Հիմա այս կոմենտը շատ կա։ Ինչի ես կտրել մազերդ։ Խոսքը վերաբերվում է, որ դու ես արդեն կտրում քո մազերը, ոչ թե գովազդի համար։ Հա, այդ տեսանյութը, որտեղ որ ես կտրում եմ իմ մազերը, դա մի քանի տարի առաջվա տեսանյութ է, ու հենց այն գովազդային արշավից հետո երբ որ ես կտրեցի մազերս, դրանից հետո ուղղակի մի որոշ ժամանակ ես կարճ պահեցի իմ սանրվածքը, պարզապես trend էր, այդ թարմացրեցի իմ էջում, բայց հետո արդեն ինձ թվում է պարզ է դարձել հետագայում նկարներից, ֆոտոներից, վիդեոներից ու ստորիներից, որ ես իրականում չեմ կտրել ու դա շուտ այո արխիվից վիդեո է։ Այ որ ձեր պարանոցի աչքի ուլունքը հանեք եւ փոխարենը խաչ կրեք կամ թեկուզ ոչինչ, ամեն ինչ լավ կլինի։ Բա։ Այդ հարցին եմ ես իմ Instagram-ում պատասխանել։ Ես նծանահավատությունների հետևից չեմ ընկնում, ես խաչել եմ կրում ու աչքի ուլունքն էլ շատ սիրում եմ։ Իմ համար այդ գույներն է, համադրությունն է, թե վիճակն է, առասարակ աչք սիմվոլը, ես աչք սիմվոլի համար մահանում եմ։ Շատ եմ սիրում ու ինձ դուր եկել նվերա ու տենց օգտագործում եմ, տենց առանձնապես ոչ մի սնահավատություն, օй կողել եմ ինձ աչքով չտակ բան։ Չէ, տենց չի, ուղղակի սիրում եմ։ Ու խաչել եմ կրում, աչքի ուլունքել ու իրենց չեմ առանձնացնում։ Աղջիկ ջան, մեղք ես, աշխատի փոխվես։ Այո, այստեղ ուղղակի չեմ կարա, հետո ուրիշ շոր չեմ վերել, չէ՞, չենք վերել, չէ՞ ուրիշ շոր։ Հա, բայց կփոխվենք։ Կփոխվեմ, անպայման գնամ տուն, կփոխվեմ ձեր հանդեպ ու շորերս։ Վադացնում է այս զվյոզդը տարածը։ Վադացնում։ Վադացի բա։ Իսկ հիմա չեմ դնելու, էլի ինչ որ մեկին ապացուցեմ հակառակը։ Հա, վադացնումը վադացի։ Ինձ էլ վադացնում է քո վադացնելը, ինչ է էլի ասենք։ Այդպես մարդիկ կան, չէ՞, այդպես բան, այդպես տառերով են գրում։ Իշկա, բայց գիտեն որ իշկա չի գրում, ինչ կա գրում։ Վադեմ,
բայլուս։ Ինձ էլ դրանք է վադացնում։ Հետո այստեղ շատ համով գազով ջուր են տալիս։ Գնաց դզվես։ Ինչ ասես։ Օբյեկտ է էլի։ Լավ տեղ ասեմ, գազով ջուր են տալիս։ Խմում ես միանգամից դզում ես, ես է որ եկա վադ էի։ Ահա, տես ասում էր, որ ասենք նստած բոյով էր սերևում, կանգնած կոլոտ։ Շարելի։ Ահա, այդպես բան։ Ինչ էինք ուզում, ինչ եղավ։ Ահա, ինչ ասես։ Նստած բոյով եմ երավ, ես վայ, էլ չեմ կանգնում։ Թող Աստված տա քեզ իմաստություն։ Թող տա։ Ես մեծ սիրով կվերցնեմ։ Բայց կարող է արդեն տվել է։ Նայ, հիմա սրան էլի լուրջ եմ պատասխանում, էլի։ Ինձ թվում է կին է գրել։ Մի հատ կին, կամ ով ուզում է լինի, Չէ, տղամարդ։ տղամարդ, այդ տղամարդը այդ կոմենտով իդեալականացրել է իրանց բոլորին, սաղ ցեղին, ինձ անիմաստ ինչ-որ մեկը։ Հասկանում ես, այսինքն եթե դու Աստծուց խնդրում ես իմաստություն, ինչի քո երեխու համար չես խնդրում։ Իմ մաման ու պապան, իմ ընտանիքի անդամները, իմ ընկերությունը, իմ շրջապատը ինձ համար արդեն Աստծուց ինչ պետք է խնդրել են ու ես ստացել եմ։ Այն ինչ որ ինձ պետք է, ես ճիշտ ճանապարհներով խնդրել ու ստացել եմ։ Դու իմաստությունը, հարստությունը, առողջությունը, մարդկությունը եւ այդպես բաները խնդրի Աստծուց քո ընտանիքի անդամների համար եւ քեզ հարազատ մարդկանց համար, հա, խնդրում եմ։ Դու իմ հետ ինչ կապ ունես։ Դու ով ես, որ իմ համար Աստծուց ինչ որ բան խնդրես։ Հիմա տես ինչ են ասում։ Դա կապ չունի, որ ցույց եք տալիս իբրև շատ երջանիկ եք ու ամբողջ օրը գուլյատների մեջ եք, ֆեյք եք։ Որ ինչ ասես այս մարդուն, էլի, հա, դե հիմա էլի եմ ասում, ես ոչ մեկին ապացուցելու ոչինչ չունեմ։ Այս նման հարցերի ու ոնց որ այս թեմատիկայով շատ եմ այսօր արդեն խոսել, դրա համար ավելի լավ է այս անտեսենք անցնի գնա, էլի։ Անտեսեցինք։ Այսքանն էր։ Ես հույս ունեմ, որ քեզ չենք նեղացրել մեր հաղորդման շրջանակներում, քանի որ մեր կոմենտները մենք չենք գրել, հետևորդների կողմից ա եղել։ Ամեն դեպքում հույս ունեմ քեզ դրական էներգիա մի փոքր փոխանցեցին։ Դե ավելի մենակ հումորը ջղայնության համար։ Չեմ ջղայնացել իրական հումոր, ջղայնանալ չի, այդ ուղղակի աբսուրդ է, որը ես ամեն օր ապրում եմ։ Ուրախ անցավ ամեն դեպքում ես կարող այս կոմենտ գրողներին նույնիսկ կյանքում չնկատել իրենց գրած կոմենտը, բայց լավ է դուք նկատել եք։ Ինձ թվում է բոլորն էլ իմ պատասխաններից գոհ են։ Ու մի օր անպայման ես ինչ որ մի հաղորդման շրջանակներում անկեղծ կլինեմ, այո։ Ես միշտ ամեն անգամ իմ հարցազրույցներից հետո գնում եմ տուն ու հասկանում, որ ես այդ օրը անկեղծ չէի։ Ոչ թե ինքնապաշտպանվում կամ ինչ-որ, ուղղակի ինձ թվում է դեռ չեմ համարում շատերին արժանի իրանց հետ շատ անկեղծ լինելու էլի, բայց բոլոր այն մարդիկ ում կոմենտները այսօր ինձ դուր չեկան ու երբևիցե դուր չեն եկել, ձեր դռները մի քանի տակ փակեք։ Բարի գիշեր։ Շնորհակալություն։ Ես էլ ուզում եմ հիշեցնել, որ մեր գլխավոր գործընկերն Grohe մասնագիտացված խանութսրահը, որը Հայաստանում ներկայացնում է United Technical Service ընկերությունը։ Grohe կայունություն եւ կոմֆորտ մեկ սրահում։ Դավիթ Անհախտ 9 Սրահը ներկայացնում է United Technical Service ընկերությունը։